Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը դարձավ Հայաստանում կալանավորված 4-րդ սրբազանը։ Նրա նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք։ Վերջին ամիսներին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Արշակ սրբազանն օրեր առաջ էր ասուլիս հրավիրել ու պարզաբանումներ տվել իր անվան հետ կապված տեսագրությունների եւ այլ հարցերի վերաբերյալ։ Այժմ էլ նրան թմրանյութերի գործով է մեղադրանք առաջադրվել։ Ինչ նպատակ ունի ձերբակալությունների այս շարքը, ով է լինելու հաջորդը եւ ինչի է փորձում նախապատրաստել հանրությանը իշխանությունը։ Արժե պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծում է, որ պարզապես գտել են ինչ-որ մի բան, որը կարելի է կարկատել եւ բերել դատավոր Մասիս Մելքոնյանին, որը նույնիսկ չի էլ կարդա իրեն մակագրած կալանքի հիմքերի մասը։ Կարծիք կա, թե հաջորդը վեհափառն է լինելու։ Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, ասեմ ավելին, հիմնավոր կասկածներ կա, որ իրենք շատ ավելի վատ քայլերի են պատրաստ դիմել։ Երեք չի ասեց, ինչ հրամայում եմ ես իմ հեղինակազրկված ազգային անվտանգության ծառայության իմ ցանկությունները կատարել ու կատարում եմ, պետք է կատարի, բա ինչ պետք է անի։ Որ հայը կանգնում է Նիկոլի, այսինքն Թուրքիայի ու Ադրբեջանի ճանապարհին, իրենց ճանապարհի ընկալումը միայն մեկն է, Հայաստանի պետության չգոյությունը, այդտեղ սկսում են բռնաճնշումները։ Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը նույնպես չի բացառում, որ այս ամենի միջոցով իշխանությունը հող է նախապատրաստում վեհափառի վեհարանից հեռացնելու համար։ Ասում է, Օվերտոնի պատուհանը բացված է։ Եթե սրանց մի քանի 2-3 տարի առաջ նույնիսկ ցարկավագի ձերբակալություններ անհնար բան թվում, հիմա արդեն arczepiskoposներ, թեմերի առաջնորդներ, դիվանապետ, այսինքն ոչ միայն սովորական եպիսկոպոսներ չեն կալանավորված անձինք, թեմերի առաջնորդներ են, դիվանապետն է Մայրաթոռի։ Այսինքն դրանից ցենկոմ միայն վեհափառն է մնում, այո, ուրիշ ավելի բարձր մակարդակի հոգեվորականներ չկան։ Արժե Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պայքարի կոչ է անում ամեն մարդու, ամեն քաղբանտարկյալի համար, սակայն պայքարը չպիտի կրի էպիզոդիկ բնույթ։ Եթե բավարար պայքար լիներ, այսօր չէր լինի 4-րդ սրբազանը։ Եթե հիմա չպայքարենք, ջանքերը չմեկտեղենք եւ դա չդարձնենք մեր 24 ժամյա խնդիրը, էլի մի ցավով պիտի մի արձանագրում անեմ, հաջորդը ուրիշ սրբազաններ են լինելու, ուրիշ քաղաքական գործիչներ են լինելու, ուրիշ լրագրողներ են լինելու, ընդհանուր մինչև վեհափառ հայրապետ։ Դատավորի անուն ազգանունը կարդալիս անգամ պարզ է, թե վճիռն ինչպիսին է լինելու։ Ահա այսպիսին է ներկայիս արդարադատության վիճակը, կարծում են դատարանի դիմաց հավաքված աջակիցները։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։